Այսօր մեր վերջին սերդողությունն է ուխտաթրջության մասին, վերջին մեծ ուխտաթրջության մասին եւ համարը, որում վրա այս բոլոր սերդողությունը սկսանք երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:3-ն է, որ գսե չլա թե մեկը ցեզի խափե գերբոմը, վասնզի այն օրը պիտի չկա բստամփութենեն առաջ ու հայտնվի անօրենության մարդը գորուստյան որդին եւ այստեղ այն օրը աբստամփության գսե ուրիշ թարգմանության մեջ ուխտաթրջություն գսե եւ ուխտաթրջությունը սերդեցինք տեսանք որ գաբունի հավատքեն ինալու հետ որ շատեր հավատքե պիտի ինան վերջին օրերը որովհետեւ դարբեր տեսակ ուսուցումներ պիտի մտնեն եկեղեցիներեն ներս եւ բոլորն ալ սերդեցինք չեմ ուզեր երթալ մեկ անցվրանացնելով եւ մեկ փամը որ շատ հստակ եղավ այդ բոլորի մեջ այն էր թե այս գերծ ուսուցումները սխալ ուսուցումները որ եկեղեցին ներս կսբրտին երբ որ ներս կմտնեն մեզի չեն ասա որ մենք սխալ ենք զգուշ եղեք մեզի այլ քախտնապար կմտնեն եկեղեցին ներս եւ եթե մենք Աստծո խոսքը շիդակ չենք հասկնար, շիդակ չենք սերդեր, շիդակ չենք սորվիր, կրնանք շատ թյուրությամբ դարվիլ անոր եւ մենք ալ կրնանք ինչպես հայտնության մեջ երբ Հիսուս 7 եկեղեցիներուն պատկան գուտա ասե քեզի թեմ փամ ունիմ եւ Հիսուս մեզի թեմ ալ փամը պիտի ունենա որ ախորժելի պիտի չլա եւ այսօր հասանք այն գեդին ուր պիտի նայենք թե ինչպես կրնանք զգուշլալ որ այս ուխտաթրջությունը մեր վրա մեր եկեղեցիներուն վրա չաստե մեր եկեղեցիներեն ներս չմտնե ինչպես կրնանք պահպանել մեր եկեղեցիները եւ անգյանտին երկրորդ հարցում որ պիտի պատասխանենք այս է թե ինչպես կրնանք այս ուխտաթրջության թեմ բայկարիլ ուխտաթրջությունը թիմակրավել եւ Աստված մեզի իր խոսքի մեջ ամեն այս հարցերուն պատասխաններ տված է եւ համարներով կամած վրայեն պիտի անցնենք եւ բավական համարներ ունիմ արագ պիտի անցնիմ շուտ պիտի գարտամ եթե չհասկնաք վերջ անգամ եւս գարտացեք եւ եթե նորեն չհասկնաք ինձի հերացան վրեք եւ գրնանք ավելի վրային անցնել միասին բայց շատ կարեւոր բաներ կան այստեղը որ կուզեմ այսօր ծեր ուշադրության անցնել եւ կուզեմ զգուշացնել ցեզի Աստված մեզի ամենակարևորը զադորոշելու հոգին տված է զադորոշելու հոգին այսինքն զանազանել սխալը շիդագեն Եվ առաջին Հովաննու 2:18-27 համարները մեզի այս բաներում մասին կխոսին, թե ինչպես կրնանք մենք զադորոշել, որովհետև գսե առաջին Հովաննու 2:20-ը առաջին Հովաննու ներոտուն 2:26 գսե այս բաները ցեզի գրեցի ցեզ մոլորեցնողներուն համար այսինքն մոլորեցնողներ պիտի ելեն եւ մոլորեցնողները հայտնի չեն որ քեզ կմոլորեցնեն եւ Աստված ադորամար մեզի կսկուշացնե այս համարներու մեջ 20-րդ համարի մեջ կսե սակայն դուք օծություն ունիք սուրբերեն եւ ամեն բան գիտեք օծություն ունիք սուրբերեն եւ ինչի մասին է որ խոսի այս օծությունը ինչ բան է 27-րդ համարի մեջ ալ գշարնագե գսե որբեսի այն օծությունը որ դուք իր մե ընդունեցիք ծեր մեջ մնա Պետք չէ որ մեկը ցեզի սորվեցնե արդեն նույն օծությունը ցեզի սորվեցնե ամեն բան որ ճշմարիտ է
ու սուտ չէ։ Այս օծությունը ինչի մասին է արդյոք կխոսի այստեղը։ Հովաննու 14-17-ին մեջ կհասկանանք, թե այս օծությունը ինչ է, որ մենք ունենք, եթե կործածենք շիդակ կերպով։ Հովաննու 14-17-ը գսե. ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի գնար ընդունել, վասնզի չի տեսներ զանիգա ու չի ճանչնար զանիգա, բայց դուք կճանչնաք զանիգա, վասնզի ցերկով կփնագի ու ցեր մեջ պիտի ըլլա։ Աստված իր հոգին մեզի տվավ, գսե ճշմարտության հոգին ցեր մեջը կփնագի։ Եթե ճշմարտության հոգին, Սուրբ հոգին թրթելուն, անոր սորվեցուցածին, անոր զսկուշացուցածին մդի գնենք, ագանջ տնենք, ուշադրություն ունենք, շատ այս սխալ ուսուցմունքներեն հերու պիտի մնանք եւ պիտի կրնանք զանազանել շիդագը սխալեն։ Այսօր շատ անգամ անցիկ կուքան ինձի եւ գսեն ինչպես պիտի գիտնամ շիդագը սխալեն։ Եվ այս անցիկը նախ սուտիկ չեն գարտար եւ ամենամեծ դժվարությունը այն է, որ երբ որ Աստծո խոսքը չես գարտար, Աստծո հոգին, որ մեր մեջն Աստծո խոսքն է, որ գործածե մեզի սորվեցնելու, ինչպես Տիմոթեոսի մեջ կսե, ինչպես պիտի մենք կարենանք զանազանել ճշմարտությունը սուդեն, եթե Աստծո հոգին մեր մեջը չի գնար գործել։ Ուրեմն կարևոր է, որ Աստծո հոգին դեղ տանք, որ Աստծո խոսքը գործածելով մեզի զսկուշացնե ամեն բանի մեջ, ուղե առաջնորդե, որովհետև առանց անոր մենք պիտի չգրնանք ո՞ե մեկ բանի մեջ շիդակ զանազանություն անել։ 24 համարը այսօր մասին գխոսի, առաջին Հովաննու 2:24 գսե ուրեմն ինչ որ դուք սկիզբեն լսեցիք, թող անիգա ձեր մեջ բնագի, եթե այն սկիզբեն լսածնիդ ձեր մեջ բնագի, դուք ալ որդին ու հորը մեջ պիտի բնագիք։ Ինչ որ լսեցիք գսե, առաջվնե, ադոնք եթե ձեր մեջը բնագին, դուք որդին մեջ պիտի բնագիք եւ պիտի չշեղիք ճամփայեն։ Երկրորդ Հովաննու 6-ը մեզ գսե ինչ է այս առաջվնել լսած բաներնից։ Երկրորդ Հովաննու 6-րդ համար գսե սերը այս է, որ անոր բադվիրանքներուն համեմատ քալենք ու բադվիրանքները այս է, որ ինչպես սկիզբեն ի վեր լսեցիք, անոր համեմատ քալենք։ Եթե ուշադրություն ունեք, ինչպես սկիզբեն լսեցիք, նույն բարերոսա կգտնվի։ Սուրբ Գիրքին առավելությունը այս է։ Եթե գուզես շիդակ կապարմը միտքը հասկանալ, պետք է նույն բարերը դեսնես ուրիշ տեղեր եւ համեմատես իրարու եւ ճշմարտությունը կհասկացվի շատ հստակ կլա։ Մյուս համարի մեջ որ գարտացինք առաջին Հովաննու 2:24, միան գսեր ինչ որ սկիզբեն լսեցիք, հստակ չէ ինչ է, բայց երբ որ գտարնանք հոս երկրորդ Հովաննու գտեսնենք ինչ որ սկիզբեն լսեցիք բարերը նորեն կգարտանք, գսե անոր բադվիրանքներն են, որուն համեմատ քալենք եւ երբ որ Աստուծո բադվիրաններու մեջ կքալենք, մենք պիտի գարենանք զանազանել սխալը շիդագեն։ Երկրորդ Պետրոս 3:2 նորեն կպատվիրե մեզի, գսե եւ նախաբես Սուրբ մարգարեներեն ըսված խոսքերը եւ մեր, այսինքն Տերոջը ու փրկին առաքյալներուն բադվերները մտքերնիդ փերեք։ Նույն կապարն է, նույն միտքը գսե մարգարեներուն ըսածները եւ Քրիստոսի բադվիրանները, ինչպես նաեւ առաքյալներուն խոսքերը, որ ցեզի հասան, անոնք մտքերնիդ փերեք գսե։ Ըսված խոսքերը մտքերնիդ մեջ բայեցեք եւ անոնք են որ ցեզ պիտի օգնեն զանազանելու շիդագը սխալեն։ Հութա 17-ը
կգարտանք, կսե, բայց ցուկ սիրելներ, հիշեցեք այն խոսքերը, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսին առաքյալները նախաբես խոսվեցան։ Նորեն հինեն խոսվածի մասին գխոսի եւ գսե հիշեցեք։ Հիշեցեք, եթե չես գիտեր, չես կնար բամը հիշել։ Սելը նախ պետք է գիտնանք։ Եվ ադիգա կբանչե մեզի, որ Աստծո խոսքի մեջ խորանանք ամենադեն, որբեսի գարնանք այդ խոսքին ճշմարտությունները մեր մեջը դբակրել, որ այդ խոսքերը մեր մեջ լան, երբ որ պետք է լա փնտրելու չելենք, արդեն մեր մեջն են, մեր մեջը կփնագին, մեր սրտերու մեջ դեղ գրաված են, եւ մեր մտքերը կկառավարեն, մեր խորհուրդները անոնցմով կարաչնորթվին։ Այս է քաղտնիկը չիդագը սխալեն գարենալ զանազանելու։ Եվ հութա 20-ին 23-ի մեջ 7 կորզնական քայլեր գիշվի, որ գրնանք կորձածել, որբեսի սխալի մեջ չինանք։ Առաջին 20-րդ համարը գսե, բայց դուք սիրելիներ անձերնից շինեցեք ձեր ամենասուրբ հավատքին վրա։ Ձեր անձերը շինեցեք ամենասուրբ հավատքի վրա, այսինքն հավատքի մեջ խորացեք։ Հավատքը ուրդեղ են գուքա, հավատքը լսելն է, լսելը Աստծո խոսքեն։ Այսինքն Աստծո խոսքի մեջ խորանալ, որբեսի մեր հավատքը հաստատուն լա, եւ ամեն հովե չդարվինք, ամեն անցի ըսածեն չդարվինք։ Մեկը գսե ասպես կավադանգանոր, մյուսը գսե ամպես կավադանգանոր։ Ինչ է ճշմարտությունը։ Աստծո խոսքի մեջ ամեն բան շատ հստակ է։ Երկրորդ մասը գսե եւ Սուրբ Հոգիով աղոթեցեք։ Սուրբ Հոգին զորությունը մեր մեջ ունենք եւ Սուրբ Հոգին զորությամբ երբ գաղոթենք շիդակ Աստծո գամքը խնդրենք, գիտած լանք որ Աստված մեզի պիտի ուղե առաջնորդե ճշմարտության մեջ։ 21-րդ համարը կշարունակենք գսե անցերնիտ Աստծո սիրուն մեջ պահեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին ողորմութ անցերնիտ Աստծո սիրուն մեջ պահեցեք միշտ Աստծո սիրուն մեջ մնալ անգե չհեռանալ ասիգա կնշանակե հասկանալ Աստծո սիրուն մեծությունը եւ անոր թիմած սիրել զինք որբեսի գարնանք իր սիրուն մեջ մնալ որովհետեւ սատանան միշտ պիտի մեր մտքերուն հետ խաղա կասկածներ արտնցնե Աստծո սիրուն մասին երբ նեղությունները գանցնենք դժվարությունները գանցնենք սատանան պիտի խաղա մեր մտքերուն ցելով նայր Աստված քեզի մորցերը ցկերը Աստված չի սիրեր քեզի եւ այսպես մեր սերը որ բաղեցնե մեր մեջ պիտի հաճողի մեզի իր սերեն զադել անգե անտին 21-րդ համարին երկրորդ մասը գսե Աստծո սիրուն մեջ պայծեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին ողորմությանը սպասելով հավիտենական կյանքի համար մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի ողորմությունը ինչ է Հիսուսի վերադարձը սպասել Հիսուսի վերադարձը անոնք որոնք կսպասեն Հիսուսի վերադարձին իրենք մաքուր կբայեն որովհետև գիտեն որ շատ չանցած Հիսուս պիտի վերադառնա եւ իրենք կուզեն պատրաստ լալ Հիսուսը թիմավորելու այս բոլորը իրարու հետ կապված են շարունակությունը գսե եւ երկմիտներուն ողորմեցեք այսինքն անոնք որ հավատքի մեջ դգար են կամ հավատ չունին անոնց Աստծո սիրովը մոդենանք եւ անոնց Աստծո առաջնորդենք 20-րդ համարը գսե եւ ոմանք վախով ազատեցեք կրագեն հապշտակելով զանոնք ավետարանին բարի լուրը գործվածներուն հասցնել որբեսի անոնց ազատեն հավիտենական գորուստեն գսե եւ վերջինն ալ գսե ադելով մարնեն աղդոդված հանթերցնալ ադել բենխկը աշխարը եւ մարմինը որ մեզի աստուծմե կհերացնեն ուրեմն 7 գեդերու մեջ եթե սկսելանք պիտի գարնանք շատ թյուրությամբ
ճշմարտության մեջ գալել եւ երբ որ մեր արժեվը կներկայացվի սխալ բաներ, պիտի գարնանք սադորոշել շիդագը սխալեն եւ սխալի մեջ չինալ, սխալով առաջ չերտալ։ Երկրորդ Տիմոթեոս 3 Երկրորդ Տիմոթեոս 3:13-ին 14 կսե, բայց չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ պիտի հարաճանան մոլորեցնելով ու մոլորելով, սակայն թուն հաստատուն գեցիր այն բաներու մեջ, որոնք սորվեցար ու որոնց հավատացիր, վասնզի գիտես թե որ մեզ սորված ես։ Այսինքն համարը մեզի ասել գուզե թե շուտ մը չի դարվիլ նորություններով։ Այսօր շատ նորություններ կան հոգևոր աշխարհի մեջ, նույնիսկ գարձված սուրբքրային եկեղեցիների մեջ։ Մեկը գելեգսե դեր ինձի նոր հայտնություն մտավ, նոր ցևը, նոր բամը եւ սկսուշլանք այս բաներուն, որովհետեւ ինչ որ պետք է Աստված տված է արդեն մեզի, նոր մեթոդներ, նոր ցևեր չկան Աստծո մոդենալու, ինչ որ պետք ունենք Աստված մեզի ցուցած է, եթե անոնց մեջ կգալենք արդեն պետք եղած ունենք Աստծո մոտ լալու, Աստծո հաջեցնելու։ Առաջին Հովաննու 2:24 Առաջին Հովաննու 2:24 Սե ուրեմն ինչ որ դուք սկիզբեն լսեցիք, թող անիգա ծեր մեջ բնագի, եթե այս սկիզբեն լսածնից ծեր մեջ բնագի, դուք ալ որդին ու հորը մեջ պիտի բնագիք։ Այսինքն շարունակեցեք այն հավատքի մեջ, որ սկսակ, հնազանդեցեք այն բանին, որ սորվեցաք, երբ որ գնազանդենք ճշմարտությունը մեզի կդանի ուրիշ ճշմարտություններու, այսինքն ավելի խորունգը, Աստծո մեջ պիտի բնագիք կսե, Աստծո մեջ պիտի խորանանք մեր հավատքի կյանքի մեջը։ Եվ ինչպես կարելի է թիմակրավել ուխտաթրջությունը, որ արդեն կտեսնենք մեր շուրջը կկատարվի, Կորց Կարակելոց 20:31 կխոսի հովիվներու բարդականության մասին եւ ամեն առաջնորդներու գսե ուստի արթուն գեցեք եւ մտքերնիդ բերեք թե 3 տարի գիշեր ու ցորեկ չթաթարեցա ամեն մեկը արցունքով խրադել է։ Բողոս Արաքյալն է ասիգա կկրե իր հույն եղբայրներուն եւ բարձաբես սել գուզե թե մենք արթուն եւ սկաստ պետք է ըլլանք մեր շուրջը կատարված բաներուն։ Երկրորդ Տիմոթեոս 4:5-ի մեջ Պողոս Արաքյալը կխրադե Տիմոթեոսի նորեն Երկրորդ Տիմոթեոս 4:5 Սեպայցուն ամեն բանի մեջ արթուն գեցիր նեղություններու համբերե ու ավետարանիչի գործե ու բաշտոն կադարե նորեն սկխրադե Պողոս Արաքյալ Տիմոթեոսի որ արթուն գենալ այս արթուն գենալ բառը հովիվին այդ բառն է որ եթե գիշեք երբ որ պատվիրանները գսերդեինք արթուն գեցեք պատվիրանը որ սերդեցինք հովիվը որ արթուն կգենա թիդելու թե ուրդեղեն վտանգ կրնա հարաճանալ եւ անոր առաջ կառնել այս բառն է որ գործածվի այստեղ հունարեն բառը եւ Եփրայցիսի մեջ կգրե հadouk առաջնորդներուն որ այս կորձի մեջ սկսուշլան Եփրայցիս 13:17
Ծեր առաջնորդներուն մդի գրեք ու անոնց ցնազանդեցեք, պասզի անոնք ծեր հոգիներուն համար գհսկեն, հսկել բարը գործածոս շադաղոր, որբես թե հաշիվ բիդան, որբես թե խնդությունով ընեն այն կորձը եւ ոչ թե հարաճելով, պասզի այն ցեզի օգտակար չէ։ Ոստեղ խրատ կուդա եկեղեցին անդամներուն, որ իրենց առաջնորդներուն մդի գնեն եւ անոնց ցնազանդին, որովհետև գսե անոնք ծեր հոգիներուն վրա գհսկեն, որբեսի հաշիվ դան, բիդան, որովհետև հաշիվ բիդան ծեր հոգիներուն համար։ Եվ երբեմն գծավիմ, երբ որ խոսիմ մեկում հետ եւ գործեմ աստվածաշունչեն խրատ տալ եւ ինձի թեմ գտնե եւ գուզե իր ուզածը անել մեկը, այսինքն ես շահ մոչունիմ անոր մեջը, բոլոր դա շատ լավ գիտեք, մեր եկեղեցի մեջը վճարվող մեկը չի գա, ամենքս ալ գծարայենք մեր սրդեն, այսինքն volunteer ենք եւ գնենք ասիկա, որտեվ կսիրենք Աստված, կսիրենք մեր շուրջինները եւ գուզենք, որ ամենալ բրգվին, ամենալ ավելի աստուծո մոդելան եւ ինչ բան որ գսենք մեզի շահը չի գա ես այսօր բեչունեի հոսլալու այսինքն մեկ ինձի չստի բեր կամ ոչ մեկ պատճառ գա որ ես այսօր ինձի գրնաստիբել որ ես այսօր ասերդողություն ունեմ ինձի ժամանակս չի ներեր որ այսպեսի ժամեր դամ բայց ժամանակը գտնեմ որովհետեւ իմ սրդիս մեջ գիտեմ որ ես աստծո զավակ եմ, բրգված եմ եւ իմ կորձս է իմ աստծո դված բարգեւներով իր թակավորության մեջ ծառայել եւ ասիկա անոնց մեկն է անորամար գնեմ եւ ինչ բան որ գսեմ այս սերդողություններու մեջ խրատներ կամ աստծո խոսքեն ինչ խոս որ գսեմ ինձի ոչ մեկ շահ կա ասոնց մեջ բարձաբես ծեր շահին համար է ինչ որ խոսիմ արեք որպես թե աստուծմե եւ առանց վիճելու առանց եթե սխալ բան խոսիմ Սուրբ Գիրքեն գրնակ փաստել սիրով մտիկ կնեմ ցեզի բայց եթե Սուրբ Գիրքեն է որ ցեզի գբերեմ ադիգա ընդունելով կորձի անցուցեք եւ դեսնեք որ որքան օգուտ պիտի ալլա ցեզի ուրեմն հոս այս երեք համարներ որ գարտացինք ասոր մեջ կարևոր բանը այն է որ Աստված գուզե որ մենք զգուշանանք անգլերեն surveillance բառը գա որ կամերաները գտնեն որովհետեւ դեսնեն ուր ինչ կբադայի որ սխալ բաներ որ լա շուտ մահասնին եւ ինչ որ դիդեցեք բառը դες գարտացինք ոնդերը ճիշտ այդ է watch բառը անգլերենով եւ բիդի այս բանը անելով մենք պիտի գարենանք թիմատրել եկող այդ մեր շուրջը գտնվող ուխտաթրջության որ երթալեն ավելի կդարածվի քիչ ավելի հաջորդ համարներում մեջ կխստանա աստծո խոսքը թե ինչ բաներ պետք է անել այս ուխտաթրջողներուն հետ Եփեսացիս 5:11 Եփեսացիս 5:11 գսե ու գծորդ միլակ խավարին ամբդուղ կորձերուն ալմանավանց զանոնք հանդիմանեցեք գծորդ միլակ գսե այսինքն աստեսակ մարդոց հետ հաղորդակցության մեջ մի մտնեք շատեր գսեն պետք է իրենց հետ հաղորդակցենք որ իրենց ճշմարտության առաջնորդենք ցեզի գսեմ մեկ անգամ փորձեի եթե դեսնես որ ինքը գբնթե մի շարնագեր ադորետ հաղորդակցիլ որովհետև անոր նպատակն է քեզի իրեն դարձնել ոչ թե ինքը դառնալ Աստծո ողորմությամբ Աստծո ռաշկով գրնա այդ անցը փոխվել չեմ ասեր որ Աստծո համար անգարելի բան չկա բայց եթե մեկը այս խավարի
կորձերում մեջ է խավար խավարն ուսուցմունքները գբերը եկեցիներ այս համարը գսե գծորդ միլար այսինքն հաղորդակցություն մի ունենալ առաջին Դիմետրիոս 6:5 առաջին Դիմետրիոս 6:5 գսե մտկով աբագանած ու ճշմարտութենեն հերացած մարդոց զրափանություններ որոնք աստվածապաշտությունը շահավաճառություն մգսեբեն այն բիսիներեն մեկ դիգեցիր անգամ եւս գսե մեկ դիգեցիր կորց մի ունենար անոնց հետը երկրորդ Դիմետրիոս 3:5 նորեն Պողոսարակյալը գրե Դիմետրիոսին սելով որոնք աստվածապաշտության գերբարանք ունին բայց անոր զորություն ուրացած են եւ թուն անոնց մեկ դիգեցիր դարձյալ մեկ դիգեցիր հաղորդակցություն մի ունենար այսպիսի անձերուն հետ որովհետեւ պիտի վիրավորվիս պիտի վնասվիս հիմա հաջորդ երկու համարները քիչ ավելի կխստանան գիտեմ Ձեզ մե ոմանք պիտի չի սիրեք այս բաները, որ գսեմ, բայց Աստծո խոսքն է նորեն, ես պիտի սեմ ինչ-որ Աստծո խոսքը գսե, դուք ատկե վերջը, եթե հնազանդիկ, ձեզ օգուտ, եթե փորձեք հագարագը վնաս, ձեզի օգտակար լալու համար է, որ նորեն գսեմ այս բոլորը։ Ռոմայցիս 16:17 գսե գաղաչեմ ձեզ եղբայրներ որ ջանչնակ անոնք որոնք ձեր սորված վարդապետութենեն դուրս բաժանում կառաջեցնեն ու քայթաղություններ գնեն անոնց մե ետ գեցեք հիմա աստեղը ջանչնակ գսե անոնց որոնք այսպիսի վարդապետություններում մեջ են գսե այսինքն անգլերենով mark գսե վրանին get տնել որ գիծվին որ ասոնք սուտ վարդապետություններու յետևեք երթան այսինքն գիծվին ծեր մեջը գիծվին որ սխալ վարդապետություններով գաբրին եւ անգե վերջ գսե անոնց մե յետ գեցեք երկրորդ Հովաննու 10 Եթե մեկը ցեզի կա ու այս վարդապետությունը չփերե, զանիգա դուներնիդ մի ընդունիկ եւ անոր բարև միդակ։ Բիսեք ասի Քրիստոնյա բայել բան է։ Ինչպես կսեք որ Հովանես Արաքյալ այս բաները մենք պետք է ամենուն սիրենք, ամենուն պետք է սերծությունենք, բայց երբ որ կտեսնենք որ մեկը սխալ վարդապետության մեջ է եւ մդիկ ընելու միչունի եւ գբնթե իր սխալ վարդապետությունը կուվրատ եւ եկեցի մեջ կսե անոր դունդ միցկեր ոչ անոր բարև դուր ադոր այսինքն ադոր ոչ մեկ կորձ ունեցիր հոս մեկ բան գծուցնե որ այս երկու համարներ որ գարտացինք մենք չենք կնար հանդուրժել այսպիսի մարդոց վնասչունի սելով օքեյ կփոխվին ոչ Սուրբ Գիրքը շատ հստակ է որ անոնց դունդ մի մտցներ անոնց բարև նույնիսկ մի դար եւ անշուշտ կարեւոր գեդերը մեկը Աստվածաշունչի մեջ որ երբեք փոխզիչում չունենա հավատացյալը սխալին հետ Եթե քիչ մդերի դաս սխալին, գիծածեր որ թուրը կփանաս ավելի մեծ սխալին։ Այդ երկը բոլոր դալ վստահեմ գիտեք, որ մի զիչանիր մի անսար փորշիչին, զի մեկ զիչանիլ կդանի ուրիշին։ Մեղքի թեմ գրվե ու գիրքերը ծրսպե, եւ ասպես երկին կապարայն է որ բզդիկ մդեր դաս սխալին, հետո
ավելի մեծ սխալներու առաջնորդի։ Սատանան անգամը որ ոտ տնե դեմը անգե ներս կմտնե։ Թուրը քիչ մփածիր ինք արդեն ոտ կտնե, որ չես կնար կոծել։ Եվ անգե վերջը գամած կփորձե ներս մտնել։ Հութա 3 սե շնորհք ողորմություն խաղաղություն Հայր Աստծո մեր Տեր Հիսուս Քրիստոսեն հոր որդին ներողություն Հութա 3 սխալ գարտացի երկրորդ ովանուներանի Հութա 3 սե վասնզի շատ ուրախացա երբ քանի մի եղբայրներ եկան ու քու ճշմարտությանդ մասին վկայեցին թե թուն ճշմարտությամբ կքալես այսինքն հոստեղը հութա կուրախանա ներողություն նորեն սխալ գարտել հութա 3 ադալ երրորդ ովանուներ սխալ համարներներ հութա 3 այս անգամ շիտակ պիտի գարտանք սիրելիներ բոլոր չանկը վրաս առնելով ցեզի գկրեմ հասարակած փրկության համար իմ անցիս բարձ սեբեցի ցեզի գրել ու հորդորել որ մրցիկ այն հավատքին համար որ անգամը սուրբերուն ավանդվեցավ մրցիկ այն հավատքին համար այսինքն հավատքը կարևոր նկատել եւ առաջին դեղ տնել ծեր հավատքը որ մեզ ստացած է ադիգա ոչ մեկ կերպով արադավորել ոչ մեկ կերպով դեղի դալ որ ուրիշ բաներ անոր դեղը առնեն Քաղադացիս 5:9 մեզ ինչ կսե Քիչմը խմորը բոլոր զանգվածը գխմորե Քիչմը խմորը թթխմորը բոլոր զանգվածը կսե գավրե Եվ ինչի մասին խոսի, աս խմորը ինչն է, Մատթեոս 16:13-ի մեջ բացատրությունը գրադոր գսե, այն ադեն հասկացան, թե Հիսուս արագ գսեր, հացի խմորեն սկուշանալ չսավ, հաբա փարիսեցներու ու սատուկեցներու վարդապետութեն են։ Ոս շատ հստակ կդառնա, որ գսե, եթե քիչ սխալ վարդապետություններ մտցնես, արդոնես, վերջը ավելի մեծ սխալներու կդանի։ Աս բոլորին թիմաց մեկ բան կհասկանանք, որ մենք պետք է հսկենք եւ անգլերենով safeguard կսե, այսինքն ապահովության յետևել լանք, թեթևի չենք կնար առնել այս ուխտաթրջությունը, վտանգավոր բան է։ Հայտնություն 2 նայեցեք ինչ կսե Հիսուս Եփեսոսի եկեղեցին գսե գիտեմ քու գործերդ եւ քու աշխատությունդ ու քու համբերությունդ եւ որ չարերուն չես կրնար դանիլ ու փորձեցիր զանոք որ գսեն թե իրենք արաքյալ են ու չեն եւ կդար թե սդախոսեն Հիսուս կքնահատե Եփեսոսի այս հատկությունը որ գսե չարերուն դեղ չդվիր գսե փորձեցիր անոնց եւ դեսար սխալ լանին եւ իրենց դեղ չդվիր անշուշտ փորձեցիր ասելը կնշանակե որ լսեցիր անոնց վարդապետության բախտադեցիր Աստծո խոսքին հետ եւ դեսար սխալը լալը եւ դուրս ցկեցիր անոնց մեկդիթր իրենց եկեղեցին դուրս ասիգա շատ կարևոր բան է Առաջին Դիմեթրիոս 1:20 Որոնց են Հիմենդնոսն ու Ալեքսանդրոսը, որոնք ես սատանային մատնեցի, որբեսի սորվին հայություն չնել։ Շատ խիստ է աստեղ, Պողոս առաքյալը գսե Դիմեթրիոսին, որ անցիգը գսե սատանային մատնեցի, եւ սատանային մատնելը, այսինքն աշխարհ ղրգել,
եւ առաջին Կորինթացիս 5:5-ի մեջ բացադրի ավելի գսե այնպիսին սատանային մատնեք մարմինին գործվելուն համար որբեսի հոգին փրկվի Տեր Հիսուսին օրը այս կխոսի սատանային մատնել այսինքն անդամութենե հանել եկեղեցին դուրս հանել այսպիսի խիստ պատվեր կա եկեղեցին որ այսպիսիները եկեղեցի մեջ կորդ չունենան եւ երբ որ մեկը եկեղեցին անդամ է եթե ճշմարիտ եկեղեցի է Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին է Քրիստոսի մարմինն է եւ անդամութենե դուրս անել կնշանակե Քրիստոսի մարմինեն դուրս անել եւ ճիշտ այս է որը մասին խոսի սատանային մատնելը այսինքն այլևս Քրիստոսի մարմինին պաշտպանությունը չունի այս անձը աշխարհի մեջ պիտի երթա եւ սատանային ենթակա բիդելա ադորամար է որ գսե սատանային մատնեցի առաջին Հովաննու 4:1 առաջին Հովաննու 4:1 Սիրեներ ամեն հոգի մի հավատակ հաբա հոգիները փորձեցեք թե արդյոք Աստուծո են Պասնզի աշխարհի մեջ շատ սուրբ մարգարեներ ելած են հոստեղը Հովանես Արաքյալը խիստ կերպով կբادرե գսե ամեն հոգի փորձեցեք ամեն բանի մի հավատակ safeguard ապահովագրության սահմաններ գծեցեք թրեք ձեր շուրջը որբեսի չդարվիք անոնցմով եւ այս բոլորը մեզի գդալնին այն ճշմարտության որ այս հարցը վտանգավոր հարցն է եւ մենք կորձ ունենք անելիք ամեն մեկերնից որ ճշմարտության մեջ կուզենք հարաճ երթալ սակայն Քաղաքացիս 5:11 սակայն եղբայրներ եթե ես դակավին թլփադութեն գկարոզեմ ալ ինչու գալածին ուրեմն խալդեղտրի Եփեսացիս 5:11 Եփեսացիս 5:11 ու գծորդ մի ըլլակ խավարին ամբդուղ կորձերուն այլ մանավանդ զանոնք հանդիմանեցեք հոս գծորդ մի ըլլակ բարը կորձած է եւ հանդիմանեցեք այսինքն մի փորձեք ազնիվ լալ այսպիսի մարդոց հանդիմանեցեք բարը կորձածոս որ խիստ համար խոսք մներ երկրորդ Տիմոթեոս 4:2 գսե խոսքը կարոզե մտածությամբ կորձիտ բարաբե ադենին ու ադենե դուրս հանդիմանե սաստե հորթորե ամենայն երգայնամդությամբ ու վարդաբերությամբ հանդիմանե բարը կորձածեն օրեն Դիդոսի մեջ կգարտանք 1:13 Դիդոս 1:13 այս վկայությունը ճշմարիտ է անոր համար սաստիկ հանդիմանե զանոնք որբեսի առողջանան հավատքի մեջ սաստիկ հանդիմանե այսինքն ազնվությունով չէ ճշմարտությունը իրենց հստակ ծծուր խոսքը իրենց արջևտիր այդ բաները ասե եւ հորթորե ու հանդիմանե սաստելով չլա թե մեկը քեզ անարգե բոս Արաքյալ Դիդոսի գրեգսե նորեն հանդիմանե անգևերջ Դիդոսի մեջ Դիդոս 3:10 գարտանկսե հերցվածող մարդ է առաջին ու երկրորդ անգամ խրադել է հետո ետ քաշվե ասի լավ խրադ է բոլորիս ես մեկ անգամ սիոստերը բոսարկալ գսե երկու անգամ փորձե անգևերջը գսե ետ քաշվե հերցվածող մարդ է առաջին ու երկրորդ անգամ խրադել է հետո ետ քաշվե օգուտ մբիդի չունենա ըրածդ
Առաջին Դիմետրիոս 4:7 վերջին համարը Սեպայց բիլց ու բարավական առասպելներեն ետ գեցիր և կու անցըտ աստվածաբաշտության վարժեցուր։ Ետ գեցիր այս բոլորեն և մի խառնվիր այս բաներում մեջը։ Եվ ասիգա է, որ մեզի պիտի օգնե, որ մենք այս ուխտաթրջության մեջ ոչ մեկ բաժին ունենանք, որտև ինչպես համար գարտացինք երկրորդ Թեսաղոնիկեցիս մեջ այս բանը պիտի ըլլա ներին չհայտնվել են առաջ եւ մենք այսօր կգտնվենք այն օրերու մեջ շատ հստակ է մեր շուրջ երբ որ գնայինք կտեսնենք այս բոլորը եւ հավատացյալներս արդյոք ինչ կնենք եւ ինչ պիտի ունենք երբ այս բոլոր բաները սկսին մեր շուրջը կատարվել ահավասիկ ցեզի դվի այսօր ինչ որ պետք է գիտնանք այս վերջին օրերու հետ կապված ուխտաթրջության հետ ուրեմն ցեզի գծկեմ որ ավելի այս համարները սերդեք հասկնակ պետք է լա հասկացվիլ խոսինք եւ պատրաստվենք թիմակրավելու այս հարցին որովհետեւ ուզենք կամ չուզենք մեր շուրջը այս բոլոր բաները արդեն կկատարվին շատ լավ մեր համարը որում հետ պիտի վերջանանք առաջին Դիմետրիոս 4:1 է գսե հոգին հայտնի գսե թե վերջին ադենները մեկ քայներ հավատքեն պիտի ապստամբին ու մոլորեցուցիչ ոգիներու ու թևերու ուսուցմունքներու ուշադրություն պիտի ունեն իսկ ես եւ թուն ինչ պիտի ունենք ասիգա մեր սկսածնելու համարն է ուսամ որ բոլորս արդուն եւ սկսած կլանք տեսնելու թե ինչ կթանա մեր շուրջ եւ այս բոլոր բադվիրանները որ այսօր ցեզի տվի կորզականի կանցնենք Տերը օրհնե բոլորիդ